Բարև ձեզ, իրականում հաղորդաշարի հյուրն է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Հայաստան խմբակցության անդամ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Բարև ձեզ, Տիկին Վարդանյան, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերն ընդունելու համար։ Ես եմ շատ շնորհակալ։ Տիկին Վարդանյան, վերջերս Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Ադրբեջանը հայելային արձագանքում է։ Մեջբերում եմ Ղարաբաղի ներկայացուցիչները նոր նախագահ են ընտրում իրենց համար, հայտարարություններ են անում, Ադրբեջանն էլ ասում է կգամ կմտնեմ արևմտյան Ադրբեջան կհիմնադրեմ։ Որքանով է Սիմոնյանի հայտարարությունը մոտ իրականությանը եւ արևմտյան Ադրբեջան խոսույթը ինչ կապ ունի Արցախի հետ։ Նախ շնորհակալ եմ եւ պատիվ է Արցախի հեռուստաընկերությունում գտնվելը, շնորհակալ եմ հրավերի եւ հնարավորության համար եւ սա իսկապես առիթ է խորքային հասկանալու այս քարոզչության, ատելության քարոզի, որ մենք տեսնում ենք ականատես ենք լինում մեր առօրյայում հիմքերը որտեղ են։ Ի վերջո այն գործիչը ում նշեցիք, այն տարբեր գործիչներ, ովքեր կիրառում են այս ատելության քարոզը, ինչ-ինչ, բայց միամիտ մարդիկ մենք նրանց չենք կարող համարել, կամ չենք կարող համարել մարդիկ, ովքեր չեն անհանգստանում իրենց վարկանիշի մասին եւ չեն կարող չի ընդհանրել, որ դրան հակազդեցություն է լինելու, հանրային վատ արձագանք է լինելու։ Ուրեմն ի՞նչն է պատճառը, որ սա տեղի է ունենում։ Ես հասկանում եմ, որ ամեն նման արձագանք չափազանց ցավոտ է եւ մեր արցախահայերը պիտի իմանան, որ դա ցավոտ է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր գիտակից քաղաքացու համար։ Ընդհանրապես ինքնությամբ ցանկացած հայի համար սա անընդունելի, անթույլատրելի է, կարմիր գիծ է, որից անդին են այս հայտարարությունները։ Բայց ես ուզում եմ, որ մեր բոլոր հայրենակիցները, ու ենթադրում եմ նաև, որ հետևորդները արդեն հեռուստատեսության հիմնականում Արցախի մեր հայրենակիցներն են, շատ պարզ իմանան, որ այս քարոզությունը պատահական չի, սա դիպվածային էլ չի, դրվագ չի ուղակի, կամ պորտկում չի անգամ։ Սա պարտավորվածություն է, որը ստանձնել է իշխող ուժը Հայաստանում եւ ստանձնել է Ադրբեջանի նկատմամբ այն փաստաթղթով, որը իրենց միջև բանակցում է եւ որը որ հայտարարում են, որ համաձայնեցված է եւ այդտեղ բոլոր կետերը համաձայնեցված են։ Որ կետի մասին է խոսքը։ Ամենավերջինը հրապարակայնացվեց դա, չնայած մեր բազմաթիվ հարցերին այդպիսի կետ արդյոք կա թե չէ։ Խոսքը Ադրբեջանի ձևակերպմամբ ռևանշիզմի դեմ պայքարի կետի մասին է, որը պայմանագրի տեքստում կարծես թե այլ ձևակերպում է գտել խաղաղության օրակարգի դեմ պայքարողների դեմ պարտավորվել են պայքարել երկրի ներսում։ Դրա համար էլ մենք տեսնում ենք բոլոր տեղերը, որը կա ինքնության տար, ինքնության պաշտպանության բջիջներ կան, որը մեր շահերի պաշտպանությանն է միտված։ Այն ժողովուրդը, որ եթե միավորված է ինչ որ կազմակերպությամբ կամ կառույցի մեջ, որը կարող է դիմադրում է այս ինքնության դեմ արշավին, ով հիշում է, պաշտպանում է իր իրավունքները, հիշում է իր ինքնությունը, իր արմատները եւ բարձրաձայնում է դրա մասին, թիրախավորվում են, սիրելի արցախահայեր, միայն դուք չեք, որ թիրախում եք, եւ պատահական չի, որ դուք եք նաև այդ թիրախներից մեկը եւ առաջնային թիրախներից մեկը Ադրբեջանի պարտադրանքն է, որպիսի Հայաստանում հայկական ինքնություն կրողները, հատկապես եթե նրանք գործոն են, հետապնդվեն, նրանց դեմ տարվի արշավ, որպիսի հասարակությունը վատ տրամադրվի, հակառակ տրամադրվի, որպիսի պաշտպանությունից զրկվեն, որպիսի ազդեցություն չունենան Հայաստանի կյանքում։ Դրա համար Արցախահայերի նկատմամբ արշավ չի մեր երկրում։ Մեր երկրում հայկական ինքնության դեմ արշավ է, ու դուք դա կարող եք տեսնել նաև առաջնակ այս թիրախում Արցախահայերն են, բայց հայ առաքելական եկեղեցին է, բոլորն են կառույցներն ու անհատներն են, ովքեր մեր իրավունքներից են խոսում։ Ինչ վերաբերում է բուն հայտարարության, որ այստեղ էլ տարընթերցում չլինի, որևէ կապ, սա իրականության հետ որևէ կապ չի կարող ունենալ։ Ընդհանրապես վերջին 5 տարին մեզ պիտի առնվազն ապացուցեր, որ Ադրբեջանի պահանջները ի վերջո այդքան էլ կապ չունեն նրա հետ, մենք այստեղ ինչ ենք անում։ Ադրբեջանը ունի իր պահանջները, որոնք հետևողականորեն առաջ է տանում։ Եթե այդպես լիներ, այսքան զիջում արեցին բանակցությունների սեղանին, ի վերջո բոլոր պահանջները բավարարեցին, որևէ բանից Ադրբեջանը հրաժարվեց, Ադրբեջանը սկսեց Արցախից, զիջեցին Արցախի հարցով ամեն ինչ, նշաձողը իջեցնելուց սկսած մինչև ամեն ինչ, հիմա չեն խոսում անգամ ժողովրդի իրավունքների պաշտպանության մասին։ Ադրբեջանը մի պահանջից հրաժարվեց իր, չէ, դրան հակադրեց նոր պահանջներ։ Դրա համար սա արդեն նաև վերածվում է Ադրբեջանի գործողությունների համար սեփական ժողովրդի մեջ մեղավորներ փնտրելուն։ Դա տեղ ունենում այս դրվագով, դա տեղի է ունենում այն դրվագով, երբ օրինակ դատապարտում են Ջահերով երթի որևէ երիտասարդական ակցիա Ջահերով երթի ժամանակ իրականացրած։ Սա այն դեպքն է, երբ թշնամու արժև ստանձնում ես պարտավորվածություններ, չես կարողանում դրանից հրաժարվել, գնում ես իր արժև գիրքը գրկած կամ գլխիկոր բանակցում ես, գալիս է սեփական ժողովրդի վրա հարձակվում է։ Հատկանշական է, որ Ալեն Սիմոնյանը հաստատել է,
որ համեմատությունը տեղին է, այսինքն չի զղջացել երկրորդ-երրորդ հարցից հետո, եւ արևմտյան Ադրբեջան խոսույթը կապում է Արցախի խորհրդարանի ղեկավարի ընտրության հետ, բայց չէ որ գոնե 2022-ից, առնվազն 2022-ից Ադրբեջանը օգտագործում է արևմտյան Ադրբեջան խոսույթը։ Զարմանալի չէ, իսկ ինչ էիք սպասում, ինչ պետք է ինքը աներ, ոնց կհերքեր, եթե ասում եմ, արդեն պլանավորված քարոզչության մաս է, արևմտյան Ադրբեջան տերմինի օգտագործումը ոչ միայն որևէ կապ չի կարող ունենալ Արցախի ինստիտուտների պահպանման, Արցախի ինստիտուտների շարունակականության ապահովման գործընթացի հետ, այլ ընդհանրապես այդ երկու տերմինները եւ հասկացությունները գործողությունները իրար հետ որևէ տրամաբանական համընկնում չունեն, ոչ թե կապ չունեն, այլ համընկնում չեն կարող ունենալ, որովհետև ելի եմ կրկնում, ի վերջո, եթե դրանք ունեն փոխկապակցվածություն, պայմանավորված են մեկը մյուսով, Հայաստանը 2020 թվականից հետո բանակցություններում այդ տրամաբանությամբ սպառնալով, վախեցնելով ժողովրդին, զիջել է բոլոր պահանջները, որ Ադրբեջանը առաջ է քաշել։ Ասել է, օրինակ, մենք պիտի իջեցնենք Արցախի հարցով նշաձողը, թե չէ կլինի այսպիսի իրավիճակ։ Իջեցրել են նշաձողը, ունեցել ենք հնարավոր ամենավատ սցենարը։ Ասել են, որ մենք օրինակ չենք կարող արցախահայերի իրավունքները բանակցությունների սեղանին առաջ տանել, որպեսզի Ադրբեջանը հանկարծ առաջ չտանի 300,000 փախստականների Հայաստանում բնակեցման հարցը։ Իրենք չեն խոսում արցախահայերի վերադարձի մասին, Ադրբեջանը խոսում է 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին եւ խոսում է վաղուց ու կառույցները սարքել է։ Այսինքն, սա ընդհանրապես խղճուկ փորձ է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները։ Փաստորեն մեր երկրում պետական պաշտոն զբաղեցնողները, որոնք նաև արցախահայերի հարկերով են ստանում աշխատավարձ, ստանձնել են Ադրբեջանի փաստաբանության դերը, հասկանում եք, այսինքն իրականացնում են Ադրբեջանի փաստաբանություն։ Այստեղ որևէ ոչ միայն իրական հիմք գոյություն ունենալ պարզապես չի կարող, որովհետև այդ տրամաբանությամբ եթե մենք գնանք, այսինքն եթե գնանք այն տրամաբանությամբ, որ արցախահայերը իրենց իրավունքները պաշտպանում են, դա նշանակում է, որ Ադրբեջանը մեր վրա կհարձակվի։ Մինչև ուր են գնալու։ Այսինքն օրինակ մեր որ իրավունքները պիտի չպաշտպանեն, կարող է հաջորդը լինի, որ եթե ցեղասպանության հուշահամալիր այցելենք, Թուրքիան կհարձակվի մեզ վրա։ Այսինքն այդ գիծը ո՞րն է, մինչև որ գիծը պիտի հրաժարվենք իրավունքների պաշտպանությունից։ Ու ցույց տվեք ինձ մի հատ այլ երկիր, որը թշնամու գործողությունները պատճառաբանում ու արդարացնում է սեփական ժողովրդի շահերի պաշտպանությամբ։ Դա անում են միայն այն իշխանությունները, ովքեր սպասարկում են այդ թշնամական երկրի շահերը։ Թույլ տվեք կատարել եւս մի փոքրիկ մեջբերում, երբ կլինի խաղաղության պայմանագիր, հայերը կարող են ապրել Բաքվում, Ղարաբաղի հայերը կարող են վերադառնալ տուն, մնացածը կարող են վերադառնալ այն գյուղերը, որ ժամանակին ապրել են Հայաստանի տարածքում։ Բնականաբար խոսքը այն նույն 300,000 ադրբեջանցու մասին է, որի մասին դուք քիչ առաջ խոսեցիք։ Հիմա հայերը ոնց են ապրում Վրաստանում, նշել է Ալեն Սիմոնյանը։ Ստացվում է այնպես, որ Սիմոնյանը հավասար հարթություն է բերում սեփական հայրենիքում ցեղասպանված, այնուհետև բռնի տեղահանված արցախահայերի իրավունքները եւ խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանում ապրած ադրբեջանցիների իրավունքները, որոնք սեփական կամքով խորհրդային միության փլուզումից հետո վերադարձել են Ադրբեջան։ Ես էլ ուզում եմ էմոցիոնալ չպատասխանել, այլ շատ կոնկրետ եւ հստակ նաեւ փաստարկներով, որպեսզի որևէ մոլորությունից էլ խուսափենք։ Ինչ է ասում։ Ասում է, երբ կլինի պայմանագիր Ադրբեջանի հետ, հայերը կարող են վերադառնալ Արցախ։ Կարող են, որ իրենք հիմա Ադրբեջան իրենց տները։ Որն է այն կետը, որտեղ այդ իրավունքը ամրագրված է։ Որտեղ է այդ պայմանագրում այդ կետը կամ ձևակերպումը մոտ անգամ, որտեղ արցախահայերի իրավունքները որևէ կերպ արտահայտված են։ Մենք արդեն ասում ենք, որ այս պայմանագիրը չի կարող կոչվել խաղաղության պայմանագիր, որովհետև այդ պայմանագրում մեր ժողովրդի արցախահայերի իրավունքները որևէ կերպ արտացոլված չեն։ Այսինքն կոնֆլիկտի հիմք կա, ու այդ հիմքին ընդհանրապես անդրադարձ չկա։ Բոլոր կարևոր հարցերը գերիների վերադարձից սկսած, մինչև արցախահայերի իրավունքների պաշտպանություն, Հայաստանի սահմանների ճանաչում դուրս են այդ պայմանագրից։ Կոմունիկացիաների հարցը, որը կոնֆլիկտի էլի ամենաթեժ կետերից մեկն է։ Ուզում եմ ասել, այս պայմանագրում էսել է մի հատ մոլորություն, որ այդպիսի որևէ կետ կամ անգամ խոսել են իրենք դրա մասին։ Ես եմ պատգամավորներից մեկն եմ, որ արտաքին գործերի նախարարությունում ծանոթացել է այդ փոխանակվող համաձայնագրի մի քանի տարբերակներին առաջին։ Ու այդ մարդիկ, ովքեր մեզ
ծանոթացնում էին ու մասնակցում էին բանակցություններին, արդեն ասել են, որ իրենք փակել են արցախահայերի իրավունքների մասին խոսելու դուռը այն տրամաբանությամբ են հույսով, որ Ադրբեջանը չի խոսի այստեղ ադրբեջանցիների բնակեցումից։ Իրենք դա ինքնակամ հրաժարվել են, այսինքն պահանջներ են բավարարել, Ադրբեջանը շարունակում է խոսել։ Հարց է առաջանում, ես գիտեմ, որ իրենք կարող են հասնել այնտեղ, որ այստեղ կան ադրբեջանցիներ ապրել։ Իսկ կարող են հասնել նրան, որ տասնյակ հազարավոր գոնե արցախահայեր պայմաններ ստեղծվեն վերադարձի։ Բնականաբար չեն կարող, չէ՞։ Դուք պատկերացնում եք ինչ է նշանակում Ադրբեջանին եւ Վրաստանին համեմատել իրար հետ։ Այսինքն հայերի կյանքը Վրաստանում եւ հայերի կյանքը Ադրբեջանում, Ադրբեջանի տարածքում, որտեղ քանի հատ զտում է եղել, քանի ջարդ է եղել հայկական Բաքվում եւ Սումգայիթում։ Այսինքն Ադրբեջանի կառավարությունը, որ ֆաշիստական էթնիկ զտում իրականացնող կառավարությունը, նույն ինչ որ եղբայրական բարեկամական Վրաստանին է, սա է հարցը, որ ցեղասպանի ձեռքերը լվանում են եւ խնդիրներ են ստեղծում դաշնակիցների, պոտենցիալ դաշնակիցների հետ։ Հիմա սա անգամ դիվանագիտական բան կարող է դառնալ, էլի, այսպիսի համեմատությունը խնդիրների առարկա։ Այսինքն արձանագրենք, որ սա ընդհանրապես իրենց պայմանավորվածությունների անոնսն է, այն ինչ իրենք անվանում են իրական Հայաստան, դա իսկապես Ադրբեջանի արևմտյան Ադրբեջան կոնցեպտն է, փաթեթավորումն է այլը, որովհետև ես հասկանում եմ, գիտեք, հիմա սա էլի որ ասում եմ, հասկանում եմ, որ որքան վախենալու, որքան սարսափելի կարող է այս ամեն ինչը հնչել մեր հանրության համար, եւ հոբն չէին գալու ասեին, մենք բանակցում ենք արևմտյան Ադրբեջան կոնցեպտի իրականացման շուրջ, բայց այն կետերը, որոնք իրենք համաձայնեցվել են, այդտեղ են մեզ տանում, բայց դա փաթեթավորել են իրական Հայաստանում։ Ալեն Սիմոնյանի այս ասածը նախերգանք է, նախապատրաստություն է, հանրային տրամադրությունների նաեւ ստուգում է, կամ ինչպես հաճախ իրենք կիրառել են այդ տեխնոլոգիան, օվերտրոնի պատուհանի բացում է, այսինքն մի թեմայի մասին սկսել խոսել, դա հակազդեցություն է առաջացնում, հետո ենթագիտակցության վրա ազդեցություն է ունենում, հետո այդ թեման սկսում են ավելի լայնորեն տարածել եւ շարքել։ Սա է տեղի ունենում, սա գովազդ է, անոնս է, թիզեր եւ թրիլեր է այն ֆիլմի, որոնք իրենք մեր համար նկարում են։ Մարդկանց մոտ տպավորություն է, որ Ալեն Սիմոնյանը համակերպվել է Ադրբեջանի հրետանաբանության հետ եւ նույնը փորձում է համոզել նաեւ ուրիշներին։ Ի վերջո Արցախի ժողովուրդը պետք է ունենա ներկայացուցիչներ Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս, ովքեր կներկայացնեն Արցախի ժողովրդի շահերը, խնդիրներն ու մտահոգությունները, թե այս մարդիկ պետք է ծրվեն աշխարհով մեկ եւ խնդրի մասին որևէ մեկը չխոսի։ Գիտեք, այս հարցին պատասխանում է Ադրբեջանը։ Ասում են, երբ չգիտես ինչ անել, մի հատ տես թշնամիտ ինչ է ուզում ու հասկացի, որ պետք է անել դրա հակառակը ճիշտ։ Որևէ մեկը կարող է բացատրել, ինչու է Ադրբեջանը այդքան ջանք գործադրում, եթե Արցախի հարցը փակված է, եթե ամեն ինչ լուծված է, ինքը ուժով տիրացել է, ամեն ինչ կարգին է, ինչու է այդքան ջանք գործադրում, որպիսի մեր ժողովրդի արցախահայության կամքի արտահայտության արդյունքում ձևավորված պետական ինստիտուտները չլինեն, այդ հարցերը ընդհանրապես չբարձրացնեն։ Ինչու այդքան ջանք գործադրում, որովհետև ինքը գիտի, որ խախտվել է արդարությունը, խախտվել է հիմնարար իրավունքները ու գիտի, որ մարդիկ ունեն իրենց տուն վերադառնալու եւ այդ տանը հանգիստ առանց սպառնալիքի կյանքի համար ապրելու հիմնարար իրավունք, որը պաշտպանելու մեխանիզմներն էլ նաեւ կան եւ դա ուղղակի համապատասխան նաեւ դրա համար պայմաններ են պետք, որ ժամանակի ընթացքում հնարավոր է ապահովել։ Դրա համար էլ ջանք է գործադրում, որպեսզի իսպառ այս հարցը արմատախիլ անի, ուղղակի ոչնչացնի հիմնահատակ։ Իսկ մենք այս հարցը, եթե, այսինքն Ադրբեջանը սա է ուզում, Հայաստանի ազգային կառույցների անհատների ռազմավարական նպատակ պիտի լինի սրա հակառակը անել։ Այսինքն ամեն ինչ անել, որ մի օր մեր ժողովրդի մի մասնիկը վերադառնա իր տուն, բայց ապահով, հավաքական վերադառնա, ապահով վերադառնա եւ այնտեղ ապրի առանց կյանքի սպառնալիքի։ Այսինքն ոչ թե որպես պատնեշ տանենք այդ մարդկանց որևէ բանի դիմաց կանգնեցնենք, այլ որ ապահով արժանապատիվ կյանքը կարողանանք այնտեղ ապահովել, ինչպես եղել է հազարամյակներ։ Հիմա եթե սա է մեր ռազմավարական նպատակը, սրանից պիտի ելնենք, այսինքն որևէ բանի պահպանում կամ չպահպանում ինքնանպատակ չի։ Արցախի ինստիտուտները միակ կառույցներն են, որոնք ձևավորվել են մեր արցախահայերի կամարտահայտության արդյունքում եւ հանդիսանում են մեր այդ ժողովրդի շահերը ներկայացնող լեգիտիմ միակ մարմինները։ Դրա համար է ոչ թե պետք կամ պետք չէ, կենսական անհրաժեշտություն, եթե մենք ուզում ենք մի օր վերադարձել լինի, այդ ինստիտուտների պահպանումը, փայփայումը եւ պաշտպանությունը։
Միայն պահպանման հարցը չի ձևական անունը գրելը։ Մենք որպես ազգ մեր պաշտպանությամբ պիտի շրջափակենք ու գուրգուրանքով այդ ինստիտուտները, որտեղ դրանք են գործիքները մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության։ Եթե մենք ուզում ենք մի օր վերադարձ լինի Արցախ, այդ ինստիտուտները պիտի մնան, գործեն անխափան ու մեր պաշտպանության ներքո։ Իհարկե դրա լավագույն տարբերակն է, որ Հայաստանում լինի, որտեղ լավագույնը մենք դա կարող ենք ապահովել բնականon գործունեությունը։ Այսինքն, այս ինստիտուտները ինքնանպատակ չեն։ Մի քանի հոգի, որպեսզի մի քանի անձ, որպեսզի անվան կողքը պաշտոնանան, դրա համար չեն։ Արդեն ես վստահ եմ, որ այդ մարդիկ էլ չեն ուզում։ Դա նրա համար է, որ մեր ժողովրդի իրավունքները այս ընթացքում պաշտպանվեն, ու երբ հնարավորությունները ավելի բարենպաստ լինեն մեր ուժային եւ կազմակերպվածության մակարդակները դա թույլ տա, կարողանանք ապահովել այն, ինչը բոլորս ուզում ենք, առնվազն հայկական ինքնություն ունեցողները։ Դրա համար են այս ինստիտուտները անխոս պետք է պաշտպանվեն ու պահպանվեն։ Իրենք այս ընթացքում առաքելություն ունեն նաև, որովհետև մեկ բան է, երբ ես որպես Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր օրինակ կամ քաղաքացի խոսում եմ արցախահայերի իրավունքից եւ դրա պաշտպանության անհրաժեշտությունից, մեկ այլ բան է, երբ հենց Արցախի ժողովրդի ընտրված մարմնի ներկայացուցիչներն են դա անում, այսինքն շատ ավելի ուղիղ եւ անմիջական է, եւ այս ընթացքում հսկայական աշխատանք կա աշխարհի տարբեր երկրներում, տարբեր ուժային կենտրոններ, անգամ իրար հետ հակամարտողները, դուք ֆիքսենք, եկեք ֆիքսենք ու արձանագրենք, որ խոսել են վերադարձի իրավունքի պաշտպանության մասին եւ անհրաժեշտության մասին։ Ուրեմն հսկայական գործի դաշտ կա, որը բոլորով իրար հետ պիտի անենք եւ առաջնային ֆունկցիան այս ինստիտուտների հենց Արցախի ժողովրդի ուղիղ ներկայացնելն է եւ ներսում երկրի եւ նկատի ունեմ շահերը, իրավունքները եւ երկրի սահմաններից դուրս միջազգային հարթակներում։ Մենք նկատի ունեմ կուսակցությունները, քաղաքական դերակատարները, այն գործոններն են, գործիքներն են, եթե կուզեք, որոնք պարտավոր են այդ հարթակները ստեղծել, տրամադրել, ջանքերը գործադրել, որպեսզի այդ ֆունկցիան հնարավորինս սահուն իրականացվի։ Տեսեք Ադրբեջանը ինչպես աշխատեց 94-ից հետո ու ընդամենը 25 տարի որ պատմության մեջ ակնթարթ է, հնարավոր եղավ լրիվ փոխել իրավիճակը իրենց տեսակետից։ Ուրեմն մենք էլ կարող ենք դա անել։ Ուղղակի աշխատել է պետք եւ իրավունքներից չհրաժարվել։ Ինչ կլիներ Ադրբեջանի հետ, եթե 94-ին փակեին այդ հարցը։ Փակեին ընդհանրապես ու հրաժարվեին բոլոր իրենց պատկերացրած իրենց շահերից։ Մենք ինչու ենք այդքան հեշտ հրաժարվում։ Ինչու պիտի այդքան հեշտ հրաժարվենք այն շահերից։ Մեզնից որևէ մեկի տան մի քառակուսի մետր ուզենք հրաժարվի ինքը, հիշում է, որ իր պապուց խլել են տան բալկոնը, ասենք, կամ գարաժը։ Բավ հայրենիքից մի հսկայական մասից եւ ժողովրդի իրավունքներից ո՞նց կարելի է այդքան հեշտ հրաժարվել։ Զուգահեռ իրականությունում Հայաստանի որոշ պաշտոնյաներ տեղեկատվական դաշտ են նետում թեզեր, թե Արցախի պետական ինստիտուտների գոյությունը սպառնալիք է։ Եթե սպառնալիք է, եթե վտանգավոր են այդ ինստիտուտների գործունեությունը, ինչու էին 2020-ին այդ նույն իշխանությունները Շուշիում մասնակցում Արցախի նախագահի երթմնակալությանը։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի արցախահայեր եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ձեզ ուղղակի վախեցնում են, տեղեկատվական ահաբեկչություն են իրականացնում։ Ես եղել եմ Արցախի Խրամորդ գյուղում այն հարցակումից հետո, երբ տեղեր ունեցել, ու ականատես եմ եղել, թե թշնամու տեղեկատվական արշավը ինչպես է լինում պատերազմի ընթացքում գրոհից առաջ, երբ որ բարձրախոսերով միացնում էին ռուսերենով կամ անգամ հայերենով, ադրբեջաներենով տեքստ ու ուղղակի տեղի բնակիչներին 24 ժամ ասում էին, որ դուք բնիկներ չեք, դուք պիտի հեռանաք, դուք զավթել եք, եթե չհեռանաք վատ կլինի, այսինքն ազդում էին մարդու հոգեբանության վրա։ Ճիշտ նույնը հիմա տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում։ Եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք, իրենք մի օր կանգնելու են հեռուստատեսության առջև եւ ասելու են այն, որ Հայաստանում հայեր են ապրում, դա սպառնալիք է Հայաստանի Հանրապետությանը։ Երկեր կան, որոնք սպառնալիք են, փողոցներ կան Հայաստանում, որոնք սպառնալիք կարող է Ադրբեջանը ներկայացնել, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կա, եռաբլուր կա։ Ինչ ենք անելու, ջնջելու ենք այդ բոլորը։ Եթե այս դրամաբանությամբ ենք առաջնորդում, այսինքն ինչը սպառնալիք չի Ադրբեջանի համար։ Երևանում ցույցը Ադրբեջանը սպառնալիք է դիտարկում։ 2021 թվականի գլխավոր շտաբի հայտարարությունը ներքաղաքական իշխանափոխության մասին։ Սպառնալիք որակեց Թուրքիան տարածաշրջանի համար։ Այսինքն մեր ամեն գործողություն կարող է սպառնալիք ներկայացնել։ Ինչ պիտի անենք։ Ինքնակամ պիտի ընտրենք մահը, այսինքն այս բոլորից պիտի հրաժարվենք։ Մենք ասում ենք, որ դա ճանապարհ չի։ Երկրորդ տարբերակը
երկրորդ տարբերակը սրա լավ, բա ինչ պետք է անենք։ Այս պահանջներին նախ Ադրբեջանը ինչ ասում է, դա հալած յուղի տեղ ընդունել պետք չի, առաջին, հա, եւ ի վերջո մի պահ այդ ոչ ասելը, այսինքն կանգնեցնելը, թե չէ, այսպես որ գնա, մենք կանգնելու ենք այն խնդրի առջև, որ մեր ազգային երկրից սկսած մինչև պատմության դասագրքեր ամբողջ Ադրբեջանի ուզածով պիտի փոփոխենք։ Տեսեք, ինքը պահանջեց սահմանադրությունը փոփոխել Ադրբեջանը։ Դրան եղավ այսպիսի հայտարարություններ, որ դե եթե չփոփոխենք, դա սպառնալիք կարող է լինել տարածաշրջանային եւ այլն, այսինքն փաստացի համաձայնությունը եղավ, հիմա հաջորդ պահանջը պաշտոնական ԱԳՆ-ն հայտարարեց, որ զինանշանը պիտի փոխվի։ Հաջորդը որն է լինելու։ Հայաստանի Հանրապետության անվանումը պիտի փոխվի։ Թե սպառնալիք է դա Ադրբեջանի համար։ Ուրեմն այս վախի մթնոլորտը հաղթահարել է պետք։ Հասկանում ենք, պարտված պետություն ենք եւ դա ազդեցություն ունի։ Բայց ի վերջո ունենք բանակ, ունենք բնակչություն, որին նկատի ունեմ այս 30 տարիների ընթացքում խնդիրներ ենք շատ ունեցել, բայց այնպես չի որ ամեն ինչ հիմա ինչ մեզ ասում են բան պիտի անենք, իրականացնենք մենակ թե հանկարծ էլ սպառնալիքները չշատանան, մանավանդ երբ որ իրականացնում ենք այդ պահանջները, մեկը այդ սպառնալիքները չեն անհետանում ոչ որևէ տեղ։ Միայն Արցախի հարցի, Արցախայերի վերադարձի իրավունքից խոսելը, միայն դա բանակցային սեղանին քննարկելը մեզ բոլորիս հնարավորություն կտար շունչ քաշել, բոլորիս հնարավորություն կտա բանակցային խորք ունենալ առնվազն ու այն մյուս զիջումներին, որը մեզ պարտադրեցին այս ընթացքում, առնվազն կամ դա երկարաձգել կամ գոնե այդտեղ չհասնել կամ փակել այդ զիջումների առջև դռները։ Հիմա ստացվում է, որ մեր իրավունքների պաշտպանությունը ու էլի Արցախահայերը ու Արցախի հարցը մեզ համար ոչ թե բեռ է կամ թոք է, այլ զրահաբաճկոն է, վահան է իրականության մեջ։ Դա այն պաշտպանական մեր համակարգի անբաժան մասն է, որը եւ սահմանին, եւ բանակցային սեղանին մեզ հնարավորություններ է տալիս միայն։ Այսինքն այս մոտեցումով պետք է մոտենալ հարցին, իսկ այս մի մոտեցումով նշանակում է հրաժարվել անգամ սեփական անուն ազգանունից։ Դուք ասեցիք հաջորդ սպառնալիքը կամ հաջորդ մարտահրավերը, մենք տեսանք, որ հաջորդը պատտվում է հայ առաքելական եկեղեցու շուրջ։ Ըստ ձեզ ինչու է եկեղեցին հայտնվել թիրախում իշխանությունների կամ գոնե իշխանական շրջանակի կողմից։ Թշնամիների կողմից է հայտնվել, իրենք գործիքն են, ելի եմ ասում, որովհետև ազգային կառույց է, ազգային շահերը առաջ տանող կառույց է։ Տեսեք, վերջին տարիներին ամենայն հայոց վեհապարի ելույթը հայերեն հեռուստատեսությամբ ամանորյա շնորհավորանքը չի հեռարձակվում։ Անցած տարի մայիսին արգելափակվեց, փորձ արեց արգելափակվել ամենայն հայոց վեհապարի մուտքը Սարդարապատ։ Հիմա արդեն աննախադեպ արշավ ենք տեսնում, աննախադեպ բառապաշարով բառի ամենավատ իմաստով հայ առաքելական եկեղեցու սպասավորների, սրբազանների եւ խոշորաշով կառույցի նկատմամբ։ Եթե հարցը այն է թե ինչու, որովհետև հայ առաքելական եկեղեցին ազգային շահեր առաջ տանող կառույց է, ազգային շահերի պաշտպանության հիմքում է կանգնած։ Արդեն ոչ միայն իր անցյալով պատմական, որով պետության բացակայության պայմաններում Էլ որ մի կառույցն է պահել պետության բացակայության պայմաններում մեր ժողովրդին իր հայրենիքում ու լուծել հարցերը բոլոր կրթությունից մինչև իրավունքների պաշտպանության հարց, բայց դա պատմությունն է։ Հիմա տեսեք, Ադրբեջանը հակահայկական, հակաարցախյան միջոցառում է իրականացնում Վատիկանում, ով է դրան արձագանքում։ Հայ առաքելական եկեղեցին, ով է խոսում է ժողովրդի իրավունքների պաշտպանության, հանրային համերաշխության, Արցախայերի իրավունքների պաշտպանության մասին։ Իր ամեն կիրակի պատարակներում, իր 5 տաղավար տոների պատարակներում, ով է խոսում։ Եկեղեցին, սա Ադրբեջանի համար սպառնալիք է, թե չէ։ Ով ունի համաշխարհային ցանց, այդ թվում նաև տարբեր եկեղեցիների ղեկավարների հետ գերիների հարցի մասին խոսելու, ճնշում գործադրելու այլևի վրա։ Ով ունի այդպիսի ցանց։ Հայ առաքելական եկեղեցին։ Այդպիսի ցանց ունի Սփյուռքը, ունի Դաշնակցությունը։ Ինչու են բոլորը թիրախում այս իշխանությունների, որովհետև դա պահանջել է Ադրբեջանը։ Վստահություն ունեմ, որքան էս արշավը շարունակի, այնքան էս արշավը, այս ատելության քարոզը միավորելու է մեզ բոլորիս, միավորելու է բոլոր այդ շահերը առաջ տանողներին, ստիպելու է մի կողմ դնել երկրորդական բոլոր տարաձայնությունները եւ հարվածելով այս բոլոր մարդկանց, կառույցներին, անհատներին, իրենք ի վերջո բերելու են գիտակցմանը, որ կա հստակ ջրբաժան այսօրվա հայկական իրականությունում։ Մի կողմում Հայաստանի շահերը ներկայացնողներն են եւ իրենք պիտի ամեն գնով պաշտպանեն իրենց ու իրենց կողքը կանգնածին, որովհետեւ եթե չկարողանանք պաշտպանել, բոլորիս է հասնելու։ Մյուս կողմում մեր թշնամու պահանջները
իրականացնողներն են, փաստացի գործիքները։ Դրա համար մեր խնդիրը հասկանալն է, որ սա թշնամական պահանջ է եւ դիմագրավել այս գործիքներին։ Ու ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը չնայած շատ ծանր շրջան է անցնում, սարսափելի կորուստներ է կրել, սարսափելի գին է վճարում այդ կորուստների համար, բայց կարող է ու այդ առաջնորդությունն էլ նաև կա եւ ձևավորվելու է։ Սա է արդեն միակ ճանապարհը, որ ես պատկերացնում հաղթահարելու համար։ Շնորհակալ եմ մասնազրույցի համար։ Ես մեր հետևորդներին հիշեցնեմ, որ զրուցում ենք Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ։ Հետևեք Արցախ TV էջերին, կհանդիպենք։